Բարի օր, այս Կիրակի Զինուժի հեռուստատաղավարի հյուրը Երևանի պետական համալսարանի Վարդանանք ռազմահայրենասիրական ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանն է մեր հյուրի հետ։ Այս Կիրակի զրուցելու ենք Երևանի պետական համալսարանի Արցախյան ազատամարտում ներգրավվածության, ինչպես նաև այսօր նախկին ազատամարտիկների շարավիղներից կազմված Վարդանանք ռազմահայրենասիրական ակումբի մասին։ Բարև ձեզ, Տիկին Սաթենիկ։ Բարև ձեզ։ Նախ առաջարկում եմ զրուցենք այս օրերին հենց ծավալվող Արցախյան ազատամարտի մասին տարիներ առաջ, հենց փետրվար ամսին էր, որ սկսվեց ազատագրական շարժումը։ Ինչպիսին էր արձագանքը համալսարանում։ Ինչպես միշտ համալսարանը բոլոր իրադարձությունների կենտրոնում է լինում։ Արցախյան պատերազմի ժամանակ էլ, երբ սկսեց շարժումը, համալսարանը կարծեք թե շտաբ էր, որովհետև մարդիկ գալիս էին շատ հարցեր իրենց համար պարզելու, ճշտելու, խորհրդատվության, նաև ինչու՞ չէ իրենց արածի վերաբերյալ ավելի հավաստիություն ստանալու, ինչքանով են իրենք ճիշտ գործում, եւ համալսարանականները, պրոֆեսորները, ակադեմիկոսները, այն մարդիկ, որոնք շահագրգռված էին մեր երկրի անկախության, մեր երկրի ազատության, ուրեմն տենչերով, երազանքներով, փորձեցին եւ կարողացան իրենց ներդրում ունենալ Արցախյան այդ հզոր շարժման, լինելով եւ մասնակից, եւ առաջատար, եւ ոչ միայն այդ խորհրդատվական դաշտներ, նրանք եւ նյութական, եւ այսպես ասած ֆիզիկական մասնակցություն ունեցան, այսինքն շատ երիտասարդներ դեռ շարժման սկզբում որոշեցին, որ իրենք պետք է մեկնեն Արցախ որպես ուսուցիչներ, այնտեղ հետախուզություն անեն, ճշտեն իրավիճակը եւ կարողանան սատարել ժողովրդին։ Համալսարանում մնացած դասախոսական կազմը, գիտաշխատողները եւս կարծեք թե թիկունքից ծառայում էին առաջնագծում գտնվողներին։ Անպայման, նախ որ նրանք ապահովում էին այդ կրթական ընթացքը, այսինքն համալսարանում որևէ օր դասերը չընդհատվեցին, միշտ աջակցում էին ուսանողներին, որպեսզի գոնե այդ փրկված սերունդը զարգանա, կրթվի այդ նոր գաղափարներով, այդ ազատության, որպեսզի դա չվերածվի քաոսի, եւ ամեն ինչ անում էին ուսանողներին համալսարանում պահելու, որպեսզի այն շատ երիտասարդները չխառնվեն անհասկանալի, ուրեմն իրադարձությունների մեջ չընկնեն, եւ այդ առումով դա շատ մեծ գործ էր։ Հիմա շատ զգալի է այդ դասախոսների այդ նվիրումը իրենց գործին, կրթությանը, երիտասարդությանը եւ իհարկե շատ համալսարանականներ սկսեցին մատակարարել արդեն շարժմանը, աջակցել եւ զենքով, զինամթերքով, սննդամթերքով, հազար ու մի խիստ անհրաժեշտ բաներով եւ համալսարանում սկսվեց այդ գիտական ուժը ուղղել դեպի բանակ, այսպես ասած, դեպի այդ կազմակերպվող նոր ուրեմն զորամիավորումներին զենք զինամթերք նորագույն ինչ որ հնարամտություններով, ինչպես անում էր Լեոնիդ Ալգալջյանը։ Մի փոքր մանրամասն խոսենք համալսարանականներից կազմված ջոկատի մասին, ովքեր էին ներգրավված եւ ինչպես էր կատարվում համալսարանը, ինչպես էր մասնակցում հայրենիքի պաշտպանության գործին։ Ի սկզբանե, ուրեմն տարբեր ֆակուլտետներից ուսանողներ, ըստ ֆակուլտետների նրանք մեկնում էին 15 օր հերթապահության, վերադառնում էին, հետո փոխարինում էին նրանց այլ ֆակուլտետներ, բայց հետո կամաց այդ տղաները, համալսարանականները նաև ներգրավվեցին, ովքեր այդ ընթացքում կարողացան ավելի ուշիմ, ավելի այսպես դիպուկ, հետաքրքիր ռազմական իրադարձությունների ավելի ուրեմն օգնություն ցույց տալու առումով ավելի հմուտ լինել, օրինակ ինչպես Պետոն, ինչպես Թաթուլը, Տիգրան Սարգսյանը, դա մի հսկայական ցանկ է, նրանք կարողացան ուրեմն կազմել իրենց ինքնապաշտպանության իրենց խմբերը, ոմանք մասնակցեցին ուրեմն սահմանամերձ ուրեմն
գոտիների պաշտպանությանը, իսկ ոմանք հենց Արցախում սկսեցին իրենց ռազմական գործողությունները։ Այդ փոքր խմբերից ձևավորվեց այն խումբը, որտեղ մեծամասամբ ներգրաված էին համալսարանականներ, այդ երիտասարդները 26-ն էին եւ ամեն մեկը իր տեղում բավական լուրջ մարտական գործողությունների է մասնակցել եւ շատ ցավալի է, որ այսօր նրանք մեր կողքին չեն, քանի որ ես մտածում եմ, եթե նրանք լինեին, նրանք երևի թե բավական լուրջ պետական գործեր կվարեին։ Այո, որտեղ նրանք ժամանակի մտավորականներն էին։ Այո, որովհետև կարծեք թե այդ սերուցքը գնաց եւ իր ոգին հանձնեց հայրենիքին։ Ուզում եմ հիշեցնել, որ ընդամենը 2-3 օր առաջ փետրվարի 14-ը ազատամարտիկ համալսարանական ազատամարտիկ Պետրոս Ղևոնդյանի հիշատակի օրն է, զոհվելու օրը։ Ես առաջարկում եմ մեր հեռուստադիտողներին դիտենք մեր պատրաստած դիմանկարը Պետոյի մարտական ուղու մասին պատմող, այնուհետև վերադառնանք եւ շարունակենք մեր զրույցը։ Խնդրում եմ, թույլատրեք դիպլոմային աշխատանքս հանձնել փետրվարի առաջին կեսին, քանի որ 1992 թվականին նշանակված դիպլոմային աշխատանքների պաշտպանությանը չեմ մասնակցել։ Բացակայել եմ, որովհետև այդ ժամանակ մասնակցում էի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մղվող ինքնապաշտպանական մարտերին։ Դիմող Պետրոս Ղևոնդյան, 29 հունվարի 1993 թվական։ Արցախյան շարժման առաջին իսկ օրերից նմանաբնույթ նամակներ Երևանի պետական համալսարանի ղեկավարությունը հաճախ էր ստանում իր ուսանողներից։ Ինչն էր նրանց մղում մասնակցելու այսպես ասած արյունալի խրախճանքին, որ մենք պատերազմ ենք կոչում թերևս։ Պետրոս Ղևոնդյանը խորհրդային բանակում ժամկետային ծառայություն անցնելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետ։ 1988 թվականից Արցախյան շարժման առաջին օրերից Պետոն զինվորագրվել է հայրենիքի պաշտպանության գործին։ 1991-ից 1992 թվականներին մասնակցել է Ղուշչիլարի, Մալիբեյլիի, Լեսնոյի եւ Հարակից գյուղերի ազատագրման մարտերին, իսկ 1993-ից 1994 թվականներին Հադրութի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի ազատագրման մարտերին։ 1992 թվականի սեպտեմբերին Պետրոս Ղևոնդյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալ։ Իդեպ սրխավենդում նա վնասազերծել է հայկական բնակավայրերը ռմբակոծող ադրբեջանական բանակի MiG-25 ինքնաթիռը։ 1994 թվականի հունվարին Պետրոս Ղևոնդյանը իր զորաջոկատով տեղափոխվել է Քարվաճառի շրջան, Օմարի լեռնանցքում կռվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումներին օգնելու համար։ Ահա Քարվաճառի այս ճանապարհները տարիներ առաջ բնակիչների համար միայն մահվան ճամփաներ էին, ժայռապատ կիրճերը քարե ապաստարաններ էին, բայց հիմա Արցախ այցելողին այստեղի բնությունը ապշեցնում է իր անձեռակերտ հրաշալիքներով։ Եվ ահա այս դրախտավայր երկրի ճամփեզրերին այսօր միայն կռվող տղերքի հուշաքարերն են։ Հիմա էլ, ինչպես պատերազմի օրերին թարթարը ճեղքում է Քարվաճառի անանցանելի կիրճերն ու պատմում հերոս քաջերի մասին։ Պետրոս Ղևոնդյանն ականի պայթյունից զոհվել է հենց այստեղ, Քարվաճառում, 1994 թվականի փետրվարի 14-ին, վիրավոր ընկերոջը մարտադաշտից դուրս բերելիս։ Պետոն հետմահու արժանացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի, արիության համար մեդալի, Երևանի պետական համալսարանի արծաթե հուշամեդալի։ Պետոյին շնորհվել է Արցախի հերոս կոչում եւ ոսկե արծիվ շքանշան։
Ինչպես ստեղծվեց Վարդանանք ակումբը եւ ինչով է զբաղվում այժմ։ Վարդանանք ակումբը հիմնականում համալսարանական զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակի ակումբ է եւ ստեղծվեց 96-ին մենք մինչ այդ պարբերաբար այսպես միջոցառումներ էինք անում, հրավիրում էինք ծնողներին եւ հետո ես հասկացա, որ այդ բոլորին պետք է հավաքել, կազմակերպել, ավելի կազմակերպչական տեսք տալ այդ ամեն ինչից, որպեսզի հնարավոր լինի բոլորին հիշել, բոլորի մասին ուրեմն տեղյակ պահել, ուսանողներին, հանրությանը։ Մեր ակումբի խորհրդատուն է Արկադի Տեր-Թադևոսյանը, որը նույնպես նպաստում է, որպեսզի մեր այդ ռազմահայրենասիրական դաստիարակության գործը ճիշտ ուղղությամբ ուրեմն մենք իրականացնենք։ Ամեն ամսվա վերջի 5 շաբթի օրը մենք Արկադի Տեր-Թադևոսյանի մոտ հանդիպում ենք, նա այնտեղ մեզ իր դոսաֆում, այսպես ասած, տրամադրել է սենյակ, քննարկում ենք մեր իրականացրած գործերը, հաջորդ ամսվա համար ենք նախապատրաստում։ Հենց Արցախյան ազատամարտի տարիներին մենք բացի ազատ հայրենիքից շահեցինք եւս մի շատ կարեւոր բան՝ հայոց բանակը։ Ինչ է ձեզ համար բանակը։ Ինձ համար հայոց բանակը դա իմ այսօրն է, խաղաղ, վստահ, դա իմ վաղվա օրն է, որ եթե իմ զավակների, իմ թոռների համար, իմ ազգի համար, որովհետև եթե մենք այսօր չգնահատենք, չսիրենք մեր բանակը, մենք ոչինչ չենք ունենա։ Մենք հպարտանում ենք մեր բանակով, մենք սիրում ենք մեր բանակը, որովհետև առանց բանակի որևէ մեկը չի պատկերացնում Հայաստանը, մեր երկրի վիճակը այնպես է, սահմանները, ամեն ինչ մենք այսպես պարփակված ենք թշնամիներով եւ եթե մեր բանակի հզորությունը չլինի, եթե մենք ամեն օր մեր տանը չխոսենք մեր բանակի հզորացման մասին, մենք տանուլ տված ազգ ենք։ Այն ինչ որ արել են մեր նախնիները, բերել հասցրել են մեզ այսօրվան, մենք կկործանվենք, եթե չլինի մեր բանակը։ Բանակը բոլորի զավակն է եւ մենք պետք է պահենք, պահպանենք բոլորս մի փոքր նեղություն տալով անգամ մեզ, բայց բանակը պետք է պահենք, բանակը պետք է լավ ապրի, որպեսզի ժողովուրդն էլ ապրի։ Շնորհակալություն Տիկին Սաթենիկ մեզ հյուրընկալվելու համար։ Ես հիշեցնեմ, որ այս Կիրակի Զինուժի հեռուստատաղավարի հյուրն էր Երևանի Պետական Համալսարանի Վարդանանք ռազմահայրենասիրական ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը։ Տիկին Սաթենիկի հետ այս Կիրակի զրուցում էինք Վարդանանք ռազմահայրենասիրական ակումբի մասին, ինչպես նաև համալսարանական ազատամարտիկների Արցախյան ազատամարտում ներգրավվածության մասին։ Առայժմ